Պարոն Դանիելյան, այսօր տեղի է ունեցել հայտնի պատճառով Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը, եւ Փաշինյանը տևական ժամանակ է հետեւյալ թեզն է փորձում կերցնել ժողովրդին, որ այդ խնդիրները կան Ռուսաստանի հետ, հատկապես տնտեսական ապրանքների ներմուծման, մի շարք այլ խնդիրներ, դրանք անցողիկ են, մի քիչ դիմացեք, ես որ հանկարծ հրաշքով դարձա վարչապետ, վերընտրվեցի այդ պաշտոնում, բոլոր հարցերը ես կլուծեմ, կգնամ, կնստեմ, երեսներին կնայեմ, կասեմ, որից հետո է այդ ամեն ինչը կլուծվի։ Հավանաբար նա զգուշանում է այն բանից, որ հասարակության մոտ ես սոցիոլոգիական հարցում չեմ արել, ուղղակի զուտ սոցցանցերն ու լրատվամիջոցները ուսումնասիրելու արդյունքում հանգել եմ այն եզրակացությանը, որ մեծ անհանգստություն կա ժողովրդի մոտ կապված Ռուսաստան-Հայաստան այդ տնտեսական հակամարտության հետ, շատերը զգուշանում են, վախենում են նաև, թե ինչ է լինելու հետագայում, որովհետև գործ ունենք միլիոնների հետ, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր իրենց ամբողջ ապրուստը կապում են Ռուսաստան արտահանման հետ, ծաղիկից սկսած ելակով վերջացրած։ Հիմա արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի համոզել ժողովրդին, որ խնդիր չկա, ինքը հենց ընտրվեց, բոլոր հարցերը այդ կախարդական փայտիկով լուծելու է։ Հաղորդագրությունը հետևյալն էր, հեռախոսազրույցի հետ կապված, այս անձնավորությունը, որ հիմա վարչապետ է, ինքը ինչպես էր բացատրում, որ նախագահի հետ խոսեցին, շատ լավ խոսակցություններ, թյուրիմացություններ կային, այնտեղ մանր-մունր թյուրիմացություններ էին, այդ հարցերը կլուծվենք, իրար հասկացանք եւ պայմանավորվեցինք, որ առաջիսկ հնարավորության դեպքում, այսինքն կվերընտրվելու է վարչապետ, գնալու է Ռուսաստանի նախագահի հետ եւ բոլոր հարցերը շուրջ կպայմանավորվեն։ Հիմա որքանով է դա հնարավոր, որքանով հնարավոր չի, ես կարծում եմ հնարավոր չի, այսօր զրուցում էինք սոցիոլոգ Արտուր Պարոնյանի հետ եւ երկուսս մի հետաքրքիր բանի հանգեցինք դրա հետ կապված այդ խոսակցության։ Ուրեմն հիշում եք 22 թվականին միջև Ռուսաստանի հետ այդ հատուկ ռազմական գործողություն սկսելը կամ պատերազմը սկսելը վերջի 2 ամիսը Ռուսաստանի նախագահը ինչ հարցադրում էր անում։ Ինքը ասում էր, այս խոսակցությունները արդեն վերջ, դուք ինձ խաբում եք։ Դա ուղղված էր եւ Արևմուտքին եւ Ուկրաինային։ Ասում էր, հիմա իմ հետ թղթով խոսացեք։ Ես թուղթ եմ ուզում։ Բերեք, պայմանավորվենք բոլոր կողմերս, որ Ուկրաինան ՆԱՏՕ չի մտնում, որտեղ դա սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության, այնտեղ բազա կլինի եւ այլն։ Նույնիսկ դրաֆտ ինչ որ բան սկսեցին պատրաստել, բայց հրաժարվեց Արևմուտքը։ Եվ հիշեցնեմ, որ դրանից առաջ Բրիտանիան եւ Ուկրաինան մի պայմանագիր էին կնքել Բերջանսկում, արդեն Ազովիցովում, ռազմական նավահանգիստ բրիտանական կառուցել, այսինքն դա նշանակում էր, որ հաջորդ փուլում Ղրիմում լինելու են ինչ-որ նավահանգիստներ եւ այնտեղ տարածքն էին չափում, որ ինչ վտանգի տակ կլինի Ռուսաստանը եւ այլն եւ այլն։ Եվ ինքը ասում էր վերջ, ինձ թուղթ է պետք։ Թուղթ կբերեք, ստորագրեք։ Հիմա ես այս զուգահեռ տարանք պարոն Պարոնյանի հետ եւ հետաքրքիր էր, որ ինչ եղավ բանում այս ԵԱՏՄ հանդիպման ժամանակ։ ԵԱՏՄ հանդիպման ժամանակ ուրեմն ժամանակ դրեցին մինչև դեկտեմբեր ամիսը եւ ասում են ըստ էության մեզ թուղթ տվեք։ Թուղթը ինչի մասին է, ասում են դուք ազգային ժողովով օրենք ենք ընդունել, որ դուք գնում եք դեպի Եվրոպա։ Հայտարարություն, բայց ազգային ժողովը քվեարկել եւ ընդունել է, չէ՞ հայտարարություն։ Եվ դրանից առաջ եղել է ինչ-որ ստորագրահավաք։ Չէ՞ այնտեղ ասում են 50,000 էր պետք, չեմ հիշում 100,000 հավաքեցին եւ այլն։ Եվ ազգային ժողովը այդ հայտարարությունը արդեն դա օրենքի տեսք ունի ինչ-որ առումով, հա, նպատակ է, որը իրենք պետք է գնան։ Եվ իրենք ասում են մեզ որպես էլի լավ ձևակերպում կար պահեստային պակրիշկա հայերեն ոնց է, պահեստային անվադող 5-րդ, մեզ մի օգտագործեք, որ պահին ուզեք, մեզ օգտագործեք, հետո գնաք Եվրոպական միություն։ Այսօր ասել են, որ դուք փաստորեն մեզ օգտագործում եք, որպեսզի շահ ստանաք, փող աշխատեք, տնտեսապես ավելի, այսպես ասած, զարգանաք մեր հաշվին, հետո գնաք Եվրամիություն։ Այսինքն հարցը դրված է մեզ թուղթ է պետք։ Այսինքն դուք թուղթ ունեք, որ գնում եք Եվրամիություն,
հա, ազգային ժողովում ընդունված։ Հիմա մեզ թուղթ կբերեք, որ դուք չեք գնում Եվրոպական միություն։ Մի կողմ դնենք, որ Եվրոպական միություն գնալը պատրանք է, դա անհնար է, սահման չկա, ի տարբերություն գոնե Վրաստանի, որ նավահանգստով բանով կապված էր, հա, Եվրոմիության հետ, ի տարբերություն Ուկրաինայի, որ նման զողողությունների գնաց, բայց պատերազմի ժամանակ այդքան վնասներ կրելով, տարածքներ կորցնելով, մարդկային զոհեր ունենալով, երբ որ հարց եղավ, որ ուկրաինական ցորենն ու ձեթը պետք է ուղարկել Ուկրաինա, Լեհաստանը, Եվրոմինիան փակեցին սահմանները։ Դա ասում մեր ֆերմերների հետ դուք մրցակցելու եք եւ մենք պաշտպանում ենք մեր ֆերմերների շահերը։ Այդ սա մի կողմ դնենք, որ դա հեքիաթ է Եվրոմիության գնալը, այսինքն այստեղ աշխարհաքաղաքական փոփոխություններ են փորձում Պարոն Դանիելյան, թուղթ կարող է Նիկոլ Փաշինյանը տալ, օրինակ խոստանա, որ հեսա մի հատ հանրաքվե կանենք, ժողովուրդը ինչ ասեց։ Կարող է ժողովուրդը ասի, որ չէ, մենք չենք ուզում գնալ չենք ուզում դառնալ Եվրամիության անդամ պետություն, այլ Եվրոպա գնալը ես մի քիչ այլ ձևով եմ հասկանում, շատ ենք իրար հետ խոսել այդ մասին, դա առաջին հերթին արժե համակարգը, եվրոպական ստանդարտի պետություն ունենալը, դեպի Եվրոպա գնալը, էլի, բայց եվրոինտեգրացիան, Եվրամիության անդամ պետություն դառնալ, դա այլ բանի մասին է։ Հիմա Նիկոլը, եթե հասկանա, որ այստեղ իրավիճակը պայթունավտանգ է Ռուսաստանի քայլերի պատճառով, հենց այդ թուղթը հանրաքվե անեն, ասեն, հեսա ժողովուրդը որոշեց, որ չեն գնում Եվրամիություն։ Հարցը ես հետևյալ կերպ եմ հասկացել, ում է գցել եւ երբ է գցել եւ հետագայում ում է գցելու, չէ։ Հիմա հարցը հետևյալն է. ինքը գցում է Եվրոմիությանը ուզում է օգտագործի, բայց օգտվի ԵԱՏՄ-ից եւ վերջում գնա ԵԱՏՄ, որտեվ հարց է առաջանում, ինչի՞ չես դուրս գալի հապկից, ինչի՞ չես դուրս գալի ԵԱՏՄ։ Ինքը գցում է Ռուսաստանին, որ օգտագործել է Ռուսաստանը գնա Եվրոպական միություն, թե ինքը գցում է Հայաստանի հանրությանը կամ հանրության մի հատվածը եւ չէ, ինչի համար է գցում։ Բայց ինքը տևական ժամանակ գցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունները։ Չէ, ինչի է հիմա նման ծուղակում ինքը հայտնվել ու երկիրն է այդ ծուղակում գցել։ Ես կարծում եմ իր միակ խնդիրը այս պահին վերընտրվելն է, ինչ կյանքի հարցն է։ Հիմա վերընտրվելու համար ինքը պետք է ձայներ հավաքի, ճիշտ է։ Ձայներ հավաքելու համար պետք է հիմնավորի ինչին ընտրեք։ Հիմնավորում է, ասում եք, գիտեք ինչ, Ռուսաստանը պատներ Արցախի պատերազմի ժամանակ մեզ չօգնեցին, փողը տվեցին, զենքերը չտվեցին եւ այլն եւ ճանաչել Արցախ-Ադրբեջանի իրանք են ճանաչել, բայց հետո ասում եմ մենք գիտեք ինչ Հայաստանը Ալմատայի բանը ճանաչել էր 90, հիմա երբ ով ինչա, այդ էլ մի կողմ դնենք։ Այսինքն արտաքին թշնամին ունի Ռուսաստանի տեսքով, ունի խաղացնում է։ Եվ նաեւ հանրության մի հատված ասում է, բայց ինչ վատ է Եվրոմիություն գնալը, զարգացած երկրներ են, լավ են ապրում, մենք էլ ենք ուզում։ Վիզայի ազատականացում Բաղդադում էլ շատ խորհուրդ կա, հա։ Ինչ որ մարդիկ էլ ասում են, դե չի ստացվել, հա։ Հիմա այդ մարդկանց ինքը ձայները պետք է հավաքի։ Այսինքն ձայները հավաքելուց հետո վերընտրվի եւ ըստ էության ինքը ասում է կգնամ Ռուսաստանի նախագահի մոտ կասեմ ընտրություններ են, մարդկանց խաբել են, բան եմ արել, գցել եմ, հավաքել եմ։ Բայց հիմա հարց է առաջանում, նույն հարցը տալու են Եվրոմիությունից։ Մեզ էլ էս գցել։ Հիմա Ռուսաստանն ասում, մեզ էլ էս գցել։ Ժողովրդի մի մասը կարող է խելքը գլխի գա եւ բանանի ասի, հիմա մենք էլ ենք խափնվել։ Հիմա Ռուսաստանը տվյալ դեպքում եւ ԵԱՏՄ-ն իրենք ասում են վերջ, այս խաղերը վերջացավ, մեզ թուղթ բերեք, թուղթ բերի Եվրոմիությունում է խնդրեմ, թուղթ բերի հանրության մի հատվածի մոտ է խնդրեմ, որոնք ասում են ինքը մեզ խաբել է եւ նաեւ ինչն է հետաքրքիր։ Բայց ինչ խնդրեմ է Նիկոլ Փաշինյանի համար գցել եվրոպացիների խոսքի։ Խնդրեմ չի, խնդրեմը երբ որ դու բոլորին գցում ես, հա վերջում, այսինքն բոլորը քո դեմ են դուրս գալի, այսինքն առաջանում է մի իրավիճակ եւ երկրի ներսում եւ ռուսամետները եւ հակառուսները եւ արևմտամետները բոլորը միավորում են քո դեմ։ Եվրոմիությունը քո դեմ է, Ռուսաստանը քո դեմ է, գործարարները, որ վնասներ են կրել, արդեն բավականին կրել են, քո դեմ են, քո քաղաքական թիմը էլ բացատրել չունի, ուսապարկերի մասի է խոսքը, ասենք քաղաքական թիմ, հա, ինչ ասեն են էլ կասեն, մտածեն։ Բայց իրար մեջ դե խոսում են, չի ասում, բա վերջին ինչ ալնելու, իր մոտ որ չստացվի, մենք էլ ենք չէ դուժելու։ Հետո մեր առաջ են, չէ, հարցերը դնելու նաև
երբ որ Պարոն ինքը Դանելյան, գնաց իսկ գուցե Ռուսաստանը ոչ թե Նիկոլ Փաշինյանից է այդ թուղթը ուզում, այլ հայ հանրությունից է թուղթը ուզում, ու այդ թուղթը պիտի լինի հունիսի 7-ի ընտրությունները, որովհետև ինքը հայ ժողովրդին զգուշացնում է, ամեն կերպ արդեն ակնարկում է, հիմա շատ ավելի առարկայական է, հա, ներկայացնում թե այն վտանգները, որոնք կարող են հետո սպառնալ հայ ժողովրդին, մեր տնտեսությանը, մեր գյուղացիներին, գուցե ինքը հայ ժողովրդին է ասում, որ դուք կողմնորոշվեք ու հունիսի 7-ին այդ թուղթը դուք ինձ ցույց տվեք, դուք ուզում եք զարգանալ, ուզում եք Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանել, թե ինքնասպանության եք գնում եւ գնում եք դեպի կործանում։ Իհարկե, հունիսի 7-ի ընտրությունները դա հանրակրվե է, այսինքն եթե հանրության մեծ մասը ընտրում է գործող իշխանությանը, արդեն սա հանրակրվե է ըստ էության, բայց դե յուրե հանրակրվե չի, որովհետև եթե այս իշխանությունը վերարտադրվի Ռուսաստանում եւ ԵԱՏՄ-ում եւ գուցե Իրանում հասկանան, որ սա արդեն ժողովրդի որոշումն է, բայց ֆորմալ առումով իրենք ժամկետ են դրել դեկտեմբերին, ասում են մինչև դեկտեմբեր մի հատ էլ հանրակրվե արեք, որովհետև կարող է ենթադրենք այս գործող իշխանությունը շատ լավն է, բժշկական ապահովագրություն է մցրել, ինչպես իրենք են ասում դպրոցները սարքել, չնայած իրականում սա առանձին խոսակցություն է, որ Առանձին որն ավելի շատ փակել են, քան բայց ասում են ես դպրոց հիմնականում վերանորոգել են, ոչ թե զրոյից սարքել են։ 10,000 դրամ թոշակներն, թե 8,000 դրամ թոշակներն եմ ավելացրել, բայց այդ թոշակները շատ ներողություն ժողովրդական լեզվով ասած քթից է դուրս գալու, գազի բարձրանալու, բայց դա մի կողմ դնենք, հա։ Պետք է վերցրել այդքան, հետո թոշակ են բարձրացնում։ Եվ բյուջեում չի եղել եւ ոչ թոշակը, ոչ բժշկական ապահովագրում, սա արդեն իսկ հանցագործություն է, ոչ թե վատ է, որ մարդիկ բժշկական ապահովագրություն են ստացել, դա շատ լավ է, դա պետությունը պարտավոր էր անել մեր տարեցների համար, եւ այդ թոշակի բարձրացումը նույնպես շատ քիչ է, որտեղ դա արժանապատիվ թոշակ է, բայց իրանք դա անում են նախընտրական կաշառքի շրջանակներում, եւ բյուջեում չկա այդ դրված չի, այսինքն սա որտեղ բյուջեն դա օրենքով է, չէ, որոշվում, սա անօրինականություն է, օրենքից դուրս էքստրեննի ինքը մտել է այդ թեմայի մեջ, որովհետև դեկտեմբերին էր, չէ, երբ որ գորգորում էր ազգային ժողովի թոշակառուները չգիտեն որտեղ ծախսեն, չգիտեն որտեղ ծախսեն, ապահովագրությունը կմտցնենք, ու մենք կասենք ոնց ծախսի։ 2 ամիս հետո փոխվեց։ Սա քրեական գործ է։ Դե մյուս կողմից, բա այդ բյուջեում այդ փողը չկա, բա հետո ինչ ես անելու, հա։ Իսկ ուրիշ ճգնաժամ, դրան գումարված է ճգնաժամը ԵԱՏՄ-ի հետ։ Հիմա հարցը հետևյալն է, ես կարծում եմ ժամկետը դրված է մինչև դեկտեմբեր, դա պատահական չի, եւ դեկտեմբերին ասելու եք, դու հանրակրվեք անցկացնես եւ ԵԱՏՄ-ից դուրս կգաս, եթե չես անցկացնի, մենք ես կբերենք նրան, որ դուք անցկացնես, կամ քու ժողովուրդը արդեն ինչպես հունիսի 7-ի ընտրությունը կարող լինի հանրակրվե, փողոցում այդ հանրակրվեն կարող է տեղ ունենալ, նման վիճակ ստեղծվի Հայաստանում, եւ ես վտանգները տեսնում եմ, այստեղ կարող է լինել ԵԱՏՄ Մայդան, հա, այդ բառը օգտագործենք։ Չէ, ես ավելի վատ բան եմ տեսնում, եթե այս իշխանությունը չեմ պատկերացնում, բայց վերարտադրվեց, ես շատ ուրախ կլինեմ, որ սխալվեմ, բայց իմ զգացողություն կա, որ մենք գնալու ենք քաղաքացիական պատերազմի, որտեղ հանրության մի հատված կա, սրան չի ընդունում, հանրության մի հատված կա, որ սրան է ընդունում, բայց այն հատվածը, որ սրան ընդունում է, փողոց դուրս եկող չի արդեն, դա ինչ որ ուրիշ զանգված է, այն հատվածը, որը սրան չի ընդունում, եթե քաղաքական լուծումները վերանում են, ես կարծում եմ փողոց դուրս կգան, եւ նաեւ ամենավտանգավորը, որ աշխարհաքաղաքական կողմեր կան, որոնք կարող են սա օգտագործել այս վիճակը, իրենց խնդիրները լուծել։ Այդ դեպքում մենք կներես Արեգնաս, դուք ներկայացրեցիք, որ հա Նիկոլի կողմնակիցները ինչ էլ անես իրենք դուրս չեն գա, այս վերջերս են նույնիսկ ակտիվացել ու ասում են հա Նիկոլին ենք ընտրելու, շատերը թաքնված են, չամաչում են ըստ էության այդ մասին ասելու, բայց այն դեպքում մեղավորությունը ում վրա է բարդվելու, պարոն Դանելյան, ասում եք ընդդիմադիր ինչ որ շրջանակներ, հա, նկատի ունեք, թե փողոց դուրս գալը, ընդդիմադիր եւ քաղաքացիական պատերազմ, որովհետեւ քաղաքացիական պատերազմը արդեն դա շատ լուրջ անտանելի, Աստված մի արած թե նման բան լինի։ Ինչ է նշանակում քաղաքացիական պատերազմ, երբ որ քաղաքական համակարգը տապալվում է,
եւ իրենք արդեն չեն կարողանում քաղաքական գործընթացներ տանել, այսինքն քաղաքական ուժերը վարկաբեկվում են Այո, եւ չեն կարողանում խնդիրներ լուծել։ Այդ ժամանակ արդեն գալիս են ապա քաղաքական ուժերը, ոչ թե քաղաքականությամբ չհետաքրքրվող, այլ կուսակցական ֆորմատներ չունեցող եւ ընտրություններին այսինքն չմասնակցող ուժեր։ անկառավարելի։ Անկառավարելի process է գալի, անկառավարելի process-ներում հայտնվում են այնպիսի մարդիկ, ինչպես այսօրվա վարչապետն է, Եմ որ ասում 2008 թվականին, 18 թվականին, նման կերպարներն են դառնում արդեն որ հերոսները։ ասում են պուլիժնիկներ Հա։ վերցրեք, արմատուրներ Այո, ցիկս փառավորվեց, որ ոստիկանին խփել եք եւ այլն, այո, այո։ համատավորապես այդ Եվ նաև եթե ֆրանսիական հեղափոխության օրինակը վերցնենք, ֆրանսիական հեղափոխության, ուրեմն ֆրանսիական հեղափոխությունը ուներ նաև արտաքին հետք։ Դա Բրիտանիան էր ֆինանսավորում հեղափոխությունը, եւ երբ որ մարդկանց մոտ 30-40 հազար գիլյոտինի վրա տարան, չէ, գլխատեցին, հիմնական մեղադրանքը բրիտանական լրտես լինելու մեջ էր իմիջայլոց։ Սկզբից թագավորի կողմնակիցներին են բանան որպես բրիտանական լրտեսներ, որոնք արդեն պատասպարվել են Բրիտանիայում, Ավստրիայում եւ այլն։ հետ հեղափոխությունից Հետո արդեն անցան հեղափոխականներին, որտեղ այդ հեղափոխականները ֆինանսավորվում են Բրիտանիայի կողմից, դա արդեն երկար պատմություն է, ինչի էր Բրիտանիան դա անում, դա Ամերիկայում այդ մրցակցության հետևանք Ֆրանսիան օգնեց, որ այդ հեղափոխությունը հաղթի ամերիկյան, ոչ մի խոսքով եւ նաեւ գումարի չափը կար, կառավարությունը ինչքան գումար էր տվել։ Հիմա այս հետագայում բոլոր նմանատիպ հեղափոխությունները ունեն այդ սցենարը արտաքին հետ, նաեւ ռուսական հեղափոխությունը արտաքին հետ ուներ եւ հիմա հարցը հետեւյալն է. եթե Հայաստանում հեղափոխական իրավիճակ ստեղծվի, նաեւ կարող են լինել արտաքին հետքեր, մի քանի հետքեր, եւ սա ամենադաժան իրավիճակը կլինի։ Դե մենք վերածվել էինք աշխարհակաղակական բախման թաթերաբեմի, այս իշխանությունն է մեզ վերածել աշխարհը։ դա այո, մի հատ էլ դրա տակ տեսակն ենք մենք տեսնելու, այդպես է ստացվում, հա։ Այո։ Նո Աստված մի արած սա կանխատեսում է իհարկե։ Այսինքն պարոն Դանելյան, ես ճիշտ հասկացա, որ երբ Նիկոլ Փաշինյանը տեսնի, որ ինքը պարտվում է, տարբերակ A ինքը կհրահրի այդպիսի բախումներ եւ ցնցումներ, տարբերակ B նույնիսկ Նիկոլ Փաշինյանին տեղյակ չպահելով դրսի ուժերը այստեղ որոշակի այդպիսի ցնցումներ կհրահրեն, նույնիսկ գուցե ավելի բարդ խնդիրներ այնտեղ ահաբեկչության նմանվող եւ իրենք կազմակերպեն, հա, եւ Նիկոլ Փաշինյանին ներքաշեն նաեւ այդ ամեն ինչի մեջ, որպիսի այստեղ արևմուտքը չկորցնի Հայաստանին, հա, ես ճիշտ հասկացա։ Այո, եւ նաեւ հաշվի առնելով, որ այս անձնավորության շնորհիվ հանրությունը արդեն իսկ պարակտված է եւ նայեք, չէ, ասենք դանակահարություն եղավ այս վերջերս, ով ում է ձայն տալու այդ թեմայով, չէ, եւ 7 անգամ դանակահարեց մեկը մյուսին։ Մենք տեսնում ենք փոխադարձ ատելություն եւ թշնամություն, որը հիմնականում հենց իշխանությունն է հրահրում։ Դե այս վերջի 8 տարի մենակ դրանով են զբաղված, դագաղներով եկան, դագաղ չեն դնում դիմադիրների բաների առաջ խորհրդանիշ դագաղներ, որոնք դառան իրական դագաղներ։ Եվ երկրորդ հետաքրքիր է միջալոց դագաղի խորհրդանիշով եկա ամենամեծ մահ բերած իշխանությունն է ըստեյության։ Եվ երկրորդ պահը, իրենք ինչ են արել, իրենք Հայաստանը ներքաշել են աշխարհակաղակական պայքարի մեջ, նայեք, ռուսական բազա, Եվրոմիությունից դիտորդներ, որոնք բարձր ռազմականացված կառույցներից են, արտաքին հետախուզությունը պարզ չի ով է վերահսկում, ԱԱԾ-ն պարզ չի քանի տեղից է վերահսկվում, բանակը պարզ չի ով որտեղ է սովորել սպաները, մեկ ընդեղ, մեկ արևմուտքում, մեկը մյուս տեղը, իրար թշնամի երկրներում, համազգեստի ծևերն են տարբեր։ Համազգեստը տարբեր է, զորահանդես արեցին հիմնականում ռուսական զենքեր են, հետո ֆրանսիական ինչ-որ զենքեր, հետո ինչ-որ հայկական իրանական բաներ են, զենքեր, դու հասկանում եք, հակամարտող պատերազմի մեջ գտնվող երկրների զենքերը, համազգեստները, սպաները տարբեր տեղ սովոր, այսինքն ինքը բերել է այդ ամբողջ թնջուկը այս փոքրիկ երկրի մեջ է կենտրոնացնել, որը
կարող է պայթի եւ տարօրինակ կլինի, եթե չպայթի։ Այսինքն այս մարդը էգզիստենցիալ վտանգ է մեր երկրի համար եւ նաեւ հունիսի 7-ին ընտրության արդյունքները այնքան հստակ եւ անբեկանելի պետք է լինի որպես իրենց պարտություն, որ այդ բոլորի ձեռքերը կապնվեն եւ թույլ չտա, որ այս սցենարները տեղի ունենան։ Ու դրա համար առաջին հերթին պետք է որպիսի շատ մեծ մասնակցություն լինի, առիթ օգտագործելով մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ կոչ անենք, որ անպայման գնան քվեարկության, անպայման մասնակցեն, որովհետեւ ես մի անգամ ասել եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ավելի շատ վախենում է ոչ թե ցածր տոկոսներից, այլ սարսափում է բարձր մասնակցությունից։ Միայն բարձր մասնակցության պարագայում ինքը ոչ մի բան չի կարող անել եւ Այսինքն պարտությունը կլինի այդպես անբեկանելի եւ անկասկած։ կարող ենք ֆիքսել, որ ընտրության մասնակցությունը դա Նիկոլի մերժելու դրսևորում է։ Ոչ Լավագույն երկիրը փրկելու դրսևորումը Դե եթե մերժում արյունահեղությունից ենք մեղավորին, շանս ենք ստանում երկիրը փրկելու։ եւ նաեւ եկեք ազնիվ լինենք, մեզ դիտողներին չխաբենք, հա։ Մենք ունենք երկիրը փրկելու մի հնարավորություն, որը չի նշանակում մենք ունենալու ենք լավ իշխանություն, Այո, դե որտեղ հենց դրա համար ասում։ այս հանձնավորության խոսքով երագլուխ հրեշն է գալի իշխանության եւ ռեալ իշխանության պայքարել, բայց երկիրը փրկվելու շանս է Շանս ստանում։ ենք ստանում։ Եվ մյուս տարբերակը մենք գնում ենք շատ դաժան սցենարների եւ արյունալի սցենարների։ Պարոն Դանիելյան, այստեղ խոսեցիք այդ Նիկոլի իբր գաղափարական, բայց դա ուղղված է բացառապես իր իշխանությանը պահելուն, այնտեղ ոչ գաղափար ունի, ոչ գաղափարախոսություն ունի, բայց փորձում է ներկայանալ նաև գաղափարախոսական տիրույթում հայկական ժամանակում մի հատ հոդված հրապարակեցին, դե անանուն էր, կեղծանունով էր գրված, այդ կարդացել ենք այդ մասին, դուք եք հրապարակում արել, նկարը Անդրանիկ Թևանյանին էր, ով Կապանտարկյալը եւ 10 օրից ավել, չէ՞ արդեն։ Ամսի 22-ին, 22-23։ Ну, հա, արդեն 10 օր, Մոտավորապես 10 շուրջ օր։ 10 օր գտնվում է կենտրոն քրեակատարողական հիմնարկում, շինծու քրեական գործով, վերնագրի մեջ գրված էր Անդրանիկ Թևանյանի անունը եւ նկարներ, բայց տեքստում չկար Անդրանիկ Թևանյան, բայց կային շատ Մի խումբ ֆանտազիաներ։ Չէ, սա Անդրանիկ Թևանյանի անունն էր եւ սա պատմական ինչ էր իրադարձություն, թե ձերբակալություն, հա ինչ որ պատմական մի բան է։ պատմական չգիտի շանս, հա ինչ որ պատմական շանս նմանատիպ, Հա, այսինքն Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը եւ շինծու մեղադրանքը դա Հայաստանի համար պատմական շրջադարձ էր։ ու դա ինչով է մեկնաբանում, այդ հոդվածը ամբողջությամբ ներծծված էր հակառուսական ինչ որ դրսևորում, հակա։ Չէ, ավելի բաներ, ինչն է հետաքրքիր։ Ուրեմն զուգահեռներ է տարվում, տեսեք, Հայաստանը երկու կայսրությունների արանքն էր, ժամանակին Պարսկաստանի եւ Հռոմի, հա, Բյուզանդիայի տեսքով։ Եվ ինքը ինչ էր ասում էր Պարսկաստանը արդեն թուլացել էր, որտեղ 30 տարի այդ 7-րդ դարի կեսերին 30 տարվա արյունալի պատերազմ է եղել Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջև, արյունահեղ երկու երկրներն էլ թուլացել են սարսափելի եւ եղել է սարսափելի ժանտախտ եւ Պարսկաստանում եւ Հռոմում, Բյուզանդիայում, հա, որտեղ տեղեր է եղել 30-ից 50% բնակչությունը մահացել է ժանտախտից։ Եվ այդ ժանտախտը շրջանցել է արաբական թերակղզու արաբներին, որից հետո այդ իսլամի գաղափարով եկան եւ նվաճեցին 640-ական թվականներին Պարսկաստանը։ Հիմա ինչ է ասում է դեղ մի հատ մարզպետ կար Սասանյան Թակբանի կողմից դրված, որը ջոկեց, որ Պարսկաստանը թուլացել է, ժամանակներ սենց ժողովրդական լեզվով ասած, թռնել Հռոմի գիրկը, այսինքն սա, հա, սա արևելքն է Պարսկաստանը, բանը Հռոմը բանն է։ Եվ սա Պարսկաստանի դրածոն էր, որ ուզում էր թռնել, բայց դեռ կար մի կաթողիկոս, որը ասում էր, չէ, պետք չի, որովհետև եկեք բան էլի Պարսկաստանի հետ մենք մնանք, ու սա բերում է, որ սա
ինքն է այդ մարսպետը, Իրանից, այսինքն Ռուսաստանից նշանակված ըստ լոգիկայի, բայց ինքը ուզում է Ռուսաստանից թռնի։ Եվ կար մի կաթողիկոս, որ ասում էր, չէ, Ռուսաստան պետքա մենք մնանք, դա էլ Անդրանիկ Թևանյանն է այդ կաթողիկոսը, եւ ինքը ֆանտաստիկ զուգահեռներ էր տանում, բորբոքված, այլասերված երևակայության արդյունք ու կարող է հոդված օրինակ վերագրային թռնելու ժամանակը։ Եկել է թռնելու ժամանակը, շատ սիրուն դա էր ասում։ Ունդեղ էլի նմանատիպ զուգահեռներ էր բերում տարբեր պատմական փուլերից։ Եթե սա տպագրվեր ինչ-որ մի այլ տեղ, նույնիսկ կարելի էր ասել հետաքրքիր հոդված է, առանց Անդրանիկ Թևանյանի անունի եւ զուգահեռ, եկեք մի հատ քննարկենք էլի պատմական փուլերը եւ ան կարող է դա օգնի մեր մտքին հասկանալ այսօրվա իրավիճակը պատմական դասերի վրա, հետաքրքիր կլ, մեկը մի բան կասեր, մյուսը հակառակը կաներ, բայց քանի որ սա գործող վարչապետի ընտանեկան թերթում է տպագրված եւ նման բաներ եւ վերնագիրը Անդրանիկ Թևանյանի չեմ հիշում ձերբակալություն դա ինչ պատմական շանս թե այսինքն սա խոսում է որ ինքը ոչ միայն ձև է թափում եւ նաեւ Պապ Թագավորի հետ էր իրեն համեմատում, այսինքն Մեսիայի է ինքը իրեն երևակայում, Հիսուս Քրիստոսի հետ էր համեմատում, Գանդիի հետ էր համեմատում ժամանակ, հետո Մանդելայի հետ քանի անգամ, դեռ շատ հետաքրքիր ելույթներ կար դեռևս 18 թվականին Իրանում, Սպահանում հնչեցրած, հետո Հիսուսի հետ էր իրեն համեմատում եւ այսինքն ինքը միսիայական ինչ որ բան ունի իր մեջ եւ ես կարծում եմ շատ դեպքերում անկեղծ ոնց որ հոգեկան հիվանդության սիմպտոմներ նկարագրեիք, ոչ թե ասենք դե ինքը մարդը պրոբլեմ ունի իր ինքնության հետ, մեկ Նելսոն Մանդելայի կերպարի մեջ, հետո Հիսուսի կերպարի մեջ է մտնում, հետո Պապ շատ բռնակալներ նման բաներ ունեցել են Մուսոլինին ռեալ այդ բան ուներ ինքը Ռոմի կայսրերի հետ անկեղծորեն իրեն նույնականացնում էր Նապոլեոնը ուներ որ ինչ ճակատագիրը իրեն պահում է եւ ինքը չի սպանվելու մարտի դաշտում եւ իրեն շատ քաջ էր պահում եւ չսպանվեց իմիջայլոց ուրիշ տեղ մահացավ Նույնիսկ Հիտլերն էր այդպես մտածում այդքան մահափորձ էին արել իր դեմ հաջողության չէր հասել ներողություն եմ խնդրում Ռոնալդ Ռեյգանից իր անունը համեմատելու նման կերպարի հետ բայց Ռոնալդ Ռեյգանը ոչ մի քայլ չէր անում առանց աստղաբանների հետ խորհրդակցելու տարածված հիվանդություն է հա ուրեմն երբ որ մարդ գալիս է իշխանության ինքը ունի ինչ-որ Մեսիայի ճակատագրի ընտրյալի բան են տնում հիմա ինքը աղքատ տղա ստախոս բոլորին խափող դեղին թերթի լրագրող բան եւ ինքը դարել է ճակատագիր միսիական հարց է լուծել Հայաստան ազատագրել է Արցախից եւ խաղաղություն է բերել Ադրբեջանի հետ եւ հիմա ինքը ուզում է այդ ցեղասպանություն բանը փոխի եւ ինքը նաեւ աշխարհակաղակական վեկտորներ է փոխել եւ ինքը ճակատագրի կամ Աստծո կողմից ընտրյալ է նման պատմական որոշումներ իրականացնելու համար եւ ինքը արդեն ունի գաղափարական ճշնամիներ եւ պետք է մեկի հետ նույնականացներ բայց քանի որ հիմա ինքը ԵԱՏՄ-ից է դուրս գալի գնում է Եվրոմիություն չգիտեմ ոնց եւ ինչ մի կողմ դնենք այդ ֆանտազիաները մի հատ էլ ճշնամի է պետք էլի գաղափարական ճշնամի այն էլ հեսա ոնց որ արդեն կողնորոշվել է ընտրել է դա պետության դավաճան եւ լրտես Անդրանիկ Թևանյանն այսինքն մենք մարդու հետ գործ ունենք ավելի շատ գործ ունենք Հոֆմանի կաճած Ցախեսի հետ էլի դե մի հատ մաս կա ոսկեգույն էր հա այդ մազը որ փոկում է ժողովրդի աչքերը բացվում են էլի իմ մոտ այդպիսի տպավորություն է բայց եղավ այդ դեպքը այս 2 օր առաջ որ գնացել էր հանրակրվեի մի հատ տղա է մոտենում փոքրիկ եւ ասում է դուք սուտասան եք դուք խափում եք մասը փոկում է ժողովուրդը նայում է ասում է այլ երեխան ճիշտ ասում հիմա երեխուն պետք է ձերբակալել բայց երեխա էր էլի այստեղ արդեն հերթական կարմիր գիծը պետք է խախտել ինձ թվում է կարող է ինչ որ մարդ են ուղարկել այդ երեխուն դաստիարակելու նո եթե երեխային չի ձերբակալել ապա կարող է ձերբակալել տատին պապին հորը մորը եւ ֆիլմ կան չէ դրակոն այն Շվարցի ֆիլմերից չէ որ երեխան գալիս է երեխային էլ է պատշում չեք հիշում այդ ֆիլմը որ Յանկովսկին էր ֆանտաստիկ ֆիլմ է ես խորհուրդ կտամ մեծ դիտողներին նայել դեղ Յանկովսկին է խաղում դրակոնին Լեոնովն է թագավոր դիկտատորը բանը շատ ֆանտաստիկ լավ ֆիլմ է
եւ այդ Շվարցն է հեղինակը հայտնի նման ֆիլմերի, որը հրյա էր եւ իր անձնագրում գրված էր հայ, որովհետեւ հայ կնոջը դեր ամուսնացել հայկական եկեղեցով էր բան արել ցարական Ռուսաստանի ժամանակ եւ ուզում էր հрьяաների բանից ազատվեր։ Ինքը գրվել է որպես հայ եւ անձնագրում հայ էր գրած։ Ինքն է Շվարցն է, այդ դրակոն ֆիլմի սցենարիստը եւ Բայց պարոն Դանելյան, իրենք նաև սա որպես ներկայացնում են պատմական իրադարձություն այն առումով, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում զավեշտալի է իհարկե, ուղղակի մեջբերում եմ, իրենք փաստորեն կալանավորել են ինչպես իրենց զոմբիներն են, հա, ներկայացնում ռուսի շպիոնին, հա, այսպես են իրենք ներկայացնում, որ փաստորեն Ռուսաստանի թշնամական երկիր են իրենք հայտարարում։ Բարեկնաս, այստեղ երկու դրվագ կա։ Մեկը բնականաբար Ռուսաստանի թշնամի երկիր է հայտարարվում եւ նաեւ դա էր պատճառներից մեկը, որ Ռուսաստանում այդպիսի արձագանք է, ինչ է նշանակում։ Եթե դու հայտարարում ես այսինչ երկիրը լրտես ունի այստեղ, դու այդ երկիրը քո թշնամի երկիրն է, որովհետեւ ըստ դաշնակցային պայմանագրերով Հայաստանի, Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ԱՏՄ-ի երկրների հետ կա պայմանագրեր միմյանց տարածքում լրտեսությամբ չզբաղվել, ինչ որ նաեւ Եվրոմիության երկրներում։ Եվ նույնիսկ հատուկ ծառայությունները իրար ինֆորմացիա են փոխանակում հատուկ կառույցներ Հատուկ պայմանագիր կա միջալը։ Հիմա եթե դու հայտարարում ես, որ Ռուսաստանը լրտեսական ես վստահ եմ Հայաստանում լրտեսության թեմա չկա, որտեղ ոչ մի գաղտնիք չկա։ Չէ, դու թիվ 1 լրտեսը իրենք են ասենք, թիվ 1 դավաճաններն ու թիվ 1 Ես լրտեսները կարծում եմ, որ Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայելը, Ադրբեջանը ավելի լավ են տիրապետում հայկական բանակին չերինից ներկայացնում, քան պաշտպանության նախարարը, եւ քանի հրանոթ է աշխատում, քանի տանկ չի աշխատում, իրենք դա ավելի լավ Պարոն Դանելյան, այստեղ մի բան ավելացնեմ, կշարունակեք, չմոռանաք, կներեք։ Աննա Հակոբյանը, յուր քաղաքացիական կողակիցը, հա, ընդունել է, իր երեխաների մայրը, եկեք հարգալից իր երեխաների մայրը, այո։ Պատերազմի ժամանակ 44 օրյա խոստովանել են, չէ, որ գտնվել է բունկերում։ Ճիշտ է։ Այդ բունկերում գտնվելու համար պետք է ունենաս հատուկ, այսպես ժարգոն օգտագործել, դոպուսկ։ Աննան ունեցել է այդ դոպուսկը, որ գտնվել է ու տիրապետել է խոշոր պետական գաղտնիքների։ Բայց խենք հերոս գնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը իրավունք ուներ խառնվել պատերազմական գործողություններին, որովհետև եթե երկիրը պատերազմի մեջ է գտնվում, վարչապետը դառնում է գերագույն հրամանատար, բայց քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմ հայտարարված չէ, ապա զորքերի կառավարումը ենթարկվում է գլխավոր շտաբի պետին։ Եթե ինքը միջամտում է այդ գործերին, դա սահմանադրության խախտում է եւ հանցագործում, դա էլ վրայից ավելացնենք, բայց ես ուզում եմ մի հատ ուրիշ թեմայից խոսել, քանի որ Անդրանիկ Թևանյանի հարցին անդրադարձանք։ Տեսեք, եթե այտենց դաժան մեղադրանք է դրվում, լրտեսություն եւ պետության դավաճանություն, հա, ծանրացում բան։ Հիմա հանրության մի զգալի հատված եւ ոչ միայն նիկոլականներ, ոչ միայն բաներ, հա, նաեւ ասում են դե որ sense ծանրագույն հանցագործություն է դրված, որովհետեւ մի բան Պետք չէ, ոնց կարող է ինչ-որ բան ոնց կարող է ոչ մի բան չլինի եւ նման հասարսուր մեղադրանք դրվի, բայց երբ որ այսօր պարոն Օրբելյանը գալու է, չէ, տեսեք, այնտեղ նաեւ էլի շատ փորձառու եւ լավ փաստաբաններ կան, իրենք ուղղակի ասում են մեղադրանքը, որը գաղտնի է եւ չի կարելի այդ բաները հանրայնացնել, մեղադրանք չկա, մենք չգիտենք ինչ չի կարելի հանրայնացնել, այսինքն ոչ մի բան չկա տակը դրված։ Իրենք սկզբից ասում էին իբր պետական գաղտնիք է ինքը փոխանցել, բայց հետո պարզվեց, որ պետական գաղտնիք հասկացություն մեղադրանքում ընդհանրապես գոյություն չունի, որովհետեւ պարոն Օրբելյանը, ես համոզված եմ, ավելի մանրամասն կներկայացնի, ուղղակի հիմա այսպես թռուցիկ ասեմ, հա, պետական գաղտնիք լինելու համար ինքը մի շարք ընթացակարգեր պիտի անցնի, ստորագրություն պիտի ունենա այդ ինֆորմացիան, որը բնականաբար չի եղել ու ասում են, ես չեմ էլ հիշում այդ նիստին եղել եմ, չեմ եղել, ինչ են այնտեղ խոսացել, բայց ով ներկա է եղել, ասում են, որ որևէ անգամ պետական գաղտնիքին մոտ կամ ընդհանրապես որևէ գաղտնի տեղեկություն այդ նիստի ժամանակ չի հրապարակվել։ Երբ որ մենք Google-ով որոնում ենք տալի, այնտեղ գրված է, ես էլ եմ տվել եւ գտել եմ, որ եւ նաեւ ChatGPT-ում ասում է նիստից հետո Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ որևէ գաղտնիք
չի հրապարակվել, Այո, չի քննարկվել, բայց երբ որ դու ասում ես ինձ հղումը տուր այդ նյութից, որտեղ ասում ա դա չկա։ ասել, ինքը ասում է չկա, որտեղ ասում է մի քանի հղում կար, որոնց ջնջվել են։ Այսինքն Այսինքն այդ միտումնավոր Այո, ես էլ եմ չգիտեմ որ միտումնավոր թե ոչ ես միտումնավոր, հաստատում եմ պարոն Դանիելյանի ասում ա խոսքերը, ասում ա ջնջված այդ կարող է նյութը լինել։ ջնջված է, բայց բանում ChatGPT-ն բերում է որ ասել է, բայց ասենք ապացուցել Ու չես կարող։ միանշանակ ասում ա որ ասել ա Մհեր Գրիգորյանը նիստից հետո որ այնտեղ առանձնապես որևէ պետական գաղտնիք չի էլ քննարկվել։ Եվ ասում է որ կայքերն են տպել, որը հիմա այդ Այո, լինքը կարող է կայքը թարմացրել են, նոր դիզայն են տվել են բայց այդ 5 նու դեպքում YouTube-ում պատահականություններ ինչու այդպես չեն չկա։ լինում, լավ։ Դες չգիտեմ, հիմա նաև երկրորդ պահը։ Ուրեմն պատկերացրեք Ռուսաստանը 622,000 դոլար է տալի, որպեսզի իմանա փակ նիստում, որտեղ 100 քանի падգամավոր կա, որտեղ ամեկը կարա մտնի եւ դնի այդ ժուչոկներ եւ այլն, եւ երևի այնտեղ լիքն է ամբողջ շենքը տարբեր հատուկ ծառայություններից։ Եվ նաև Հայաստանում կա միացյալ հակաօդային պաշտպանություն ռադարներով, բաներով Որոնք մինչև Հնդկաստան լսում են։ Եվ որտեղ այս բաներն են լսում խոսակցությունները, հեռախոսային, նաև վարչապետի, եւ նաև կաբինետում գիտեն ինքը ինչ է ուտում եւ ինչ չի ուտում, հա, եւ նաև աշխատակիցներ կան, այսինքն Ռուսաստանը այդքան դեբիլ երկիր է, որ 622,000 դոլար է տալի, որ Հենա 5000 դոլար մի հատ ԿՊԱ-կանի տային։ 5000 Հայաստանում Քիչ ես հա։ 5000 դրամ։ Դրամ։ ես վստահ եմ, Ես մեծ կարծիք ունեմ։ ցավոք սրտի եմ ասում, դա մեծ ցավով եմ ասում, ցավոք սրտի ես կարծում եմ, որ Հայաստանում չկա որևէ պետական գաղտնիք, այդ թվում նաև ռազմական, որ որևէ շահագրգիռ երկիր 5000 դոլարից ավել փող տա այդ գաղտնիքը Պարոն Դանիելյան, եւ ես ասեմ գները ուրիշ բան, գցում եք։ գները ասեմ ինչի համար որպես պետական գաղտնիք կարելի է փող տալ իմ կարծիքով, եթե հատուկ ծառայությունն է հետարկում, օրինակ կարող է իրան առաջինը հետաքրքրի իրենց անձնական կյանքի գաղտնիքները, որը կարելի է բան անել կոմպրոմատ օգտագործել եւ ում որ չեն գցել արդեն այդ բանը կոմպրոմատը եւ չեն օգտագործում, եթե ինչ որ մարդիկ մնացել են իշխանության մեջ, ապա իրենց վրա այդ բանը դնելու նաեւ ինչի իշխանության Նաև ընդդիմության են դեպքերը կամ հանրային դեպքերը, որոնք կարող են ապագայում ինչ-որ դիրք զբաղեցնել եւ այլն, դու այդ անձնական կյանքն է մի բան ասեմ, պարոն Դանիելյան, առաջարկի նման, չնայած էլի եմ ասել, օրինակ կառավարության մեջ հիպոթետիկ կարող են լինել մարդիկ, ովքեր թաքնված սեռական այլ կողմնորոշում ունեն, թե կին, թե տղամարդ, ճիշտ եմ։ Ասենք պաշտոնա զբաղեցնում, բարձրաստիճան անգամ ու ունի ինչ-որ կողմնորոշում։ Ինչի նաև կոռուպցիա, նաև կարող է Չէ, ուրիշ բան եմ ասում։ Այ եթե Նիկոլ Փաշինյանը մտածում է ազգային անվտանգության մասին, գաղտնիքները չարտահոսելու մասին, նման աներևակայելի բաների մասին է մտածում, հիմա ճիշտ չի լինի ստիպել կառավարության այն անդամներին, դե հավանաբար իրանք գիտեն ով են, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում, խոստովանեն այդ մասին, ասենք X-ը ելնի հայտարարի, որ այո, ինքը տղամարդ լինելով հանդերձ սիրում է տղամարդկանց։ Ինչ էր ասում Ալեն Սիմոնյանը Հովիկ Աղազարյանի գործով։ Հիշում եք ինչ էր ասում։ Ինքը ասում էր, այ սարսափելի բաներ էր դեղ անձնական կյանքի հետ ասա։ Ամաչում եմ, ես ամաչում եմ նույնիսկ Ալեն Սիմոնյանը ամաչում է դեղ ես։ Նո, այդ մի քիչ դժվար է հավատալ, բայց հա։ Չէ, ու ասում է, դուք պատկերացրեք, այս նյութերը, այս ձայնագրությունները հայտնվեին որևէ արտասահմանյան երկրի հատուկ ծառայությունների ձեռքին եւ դա կոմպրոմատ օգտագործեին եւ ասենք տարբեր մարդկանց վերբով կանեին անձնական կյանքով, այսինքն ոչ թե չեն հասկանում, այլ լավ էլ հասկանում են։ Չէ, իրենք հայտարարեն, որ ասենք X-յանը, ենթադրենք կառավարությունից Պարսաշյան պաշտոնյա, բայց անձնական կյանքա, ով ում գործն է, ով ինչ չէ, որ անձնական կյանք իրենց նկատմամբ այդ նման ձայնագրությունները, նման SMS-ները հետո չօգտագործեն որպես կոմպրոմատ ու վերցնեն իրենց ձեռքից պետական գաղտնիք։ Դերենի կա մարդու իրավունքներ, կա անձնական կյանքի գաղտնիք։ Ոնց կարա պետության ղեկավարները սահմանադրությունը խախտելով ասեք ով ինչ անձնական կյանքում ձեր ինչ։ Չէ, անձնական կյանքի մասին չի խոսքը։ Օրինակ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, կարծեմ ինքը այլ սեռական կողմնորոշում ուներ, ճիշտ եմ։ Չէ, ինքը խոստովանում ասում է, այո, ուրեմն չէ, ոչ թե խոստովանում է, ինքը դրանից առաջ падգամավոր էր Եվրոպական միությունում, հետո դարավ
Պաշտպանության նախարար, Երևի է։ Չգիտեմ, արտգործնախարար թե պաշտպանության, արտգործնախարար թե պաշտպանության չէ, Վերջ ինչ որ է։ եւ Ատալը, որը վարչապետն էր, իրանք պաշտոնապես Ամուսնացան։ իրար զույգ են եւ բոլորը գիտեն դա չէ, իրենք միմյանց հետ Տղամարդ են, նշենք որ իմանան, իրանք միմյանց հետ գնում են պաշտոնական հանդիպումներին որպես զույգ եւ դա չէր թաքցվում, բոլորը գիտեն։ Հիմա հայկական հատուկ ծառայությունները խաչակնքվել կարելի է ասել, կարող են այդ փաստը դնել այդ մարդկանց դեմ, ասեն, եթե հանկարծ sense չանեք, մենք այս ամեն չենք կարող, չէ՞։ Իրավունք չունեն։ Դա մարդու իրավունքն է եւ անձնական կյանքն է, ոչ ոք իրավունք չունի դա։ Ազգային անվտանգության ծառայությունը եթե վհուկների որսով չզբաղվի ու իր գործով զբաղվի։ Չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Ինքը նախ ասում։ կկանխի, որպեսզի այդ ճնշումները տեղի չունենան։ Երկրորդ հերթն է, եթե այդպիսի ճնշումներ տեղի ունենան, փորձեն ինչ որ մեկին հավաքագրեն, նաեւ դա կանխեն։ Ուղղակի մեր ազգային անվտանգության ծառայությունը հիմա անկած է վհուկների որսով է զբաղվում, ինչպես Անդրանիկ Թևանյանի գործի դեպքում է։ Ու հետեւաբար հիմա հարց է առաջանում։ Միշտ էլ եղել է, ընդդիմության ուղղակի հիմա կոնկրետ Թևանյանի գործի մասով եմ ուզում հարցնել։ Այդ դեպքում լավ, ինչու այսպիսի խայտարակ ձևով, այսպիսի սպիտակ թելերով կարված ձևով բոլորովին անհիմն ու հենց այս պահին իրենք որոշեցին մեկուսացնել Անդրանիկ Թևանյանի նպատակը ո՞րն էր։ Շատ բարձ։ Իրենք ինչ էին ասում միջև այդ։ Իրենք ասում են հետեւյալը, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսվել եւ Ռուսաստանը խառնվում է այս ներքաղաքական գործընթացներին, որպիսի բերի իր իշխանությունը եւ իշխանությունից հեռացնի գործող վարչապետ։ Հիշում եք Թրամփի առաջին նախագահության շրջանում Russiagate-ը, որ ասում են, գիտեք ինչ, Թրամփին աջակցել ընտրությունների ժամանակ օգնել են եւ այլն, հիմա պարզվում է, որ դա ամեն ինչը սուտ է։ Հիշում եք Ռումինիայի եւ Մոլդավիայի դեպքերը։ Ուրեմն նախադեպերը կան եւ սրանք ուզում են ցույց տալ, որ ահա հիբրիդային պատերազմ է սկսվել իշխանության դեմ եւ այդ պատերազմը Ռուսաստանն է վարում, բայց որտեղ է ապացույցը։ Ահա, խնդրեմ, ապացույցը Անդրանիկ Թևանյան, որը ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստանի ցուցակում երկրորդ համարն է, ինքը այն, տեսեք, հիբրիդային պատերազմի հենց օրինակը եւ մենք այդ մարդուն ձերբակալել ենք պետական դավաճանության գործով մեղադրանքներ, որը եւ Ռումինիայում եւ Մոլդավիայում կար եւ հիմա նաեւ հիմա 6 տարի կարծեմ ձերբակալեցին Գագաուզիայի ընտրված ղեկավարին Մոլդովայում, կնոջ ազգանունը չեմ հիշում, որը հիմա ձերբակալվել որպես ռուսական լրտես, այսինքն նախադեպերը կան, Թրամփը ռուսական լրտեսել։ Այսինքն ինչ որ մեթոդ իշխաններ կան, որոնք գրվել բաժանել են սրանց, հա, ասենք Մոլդովայի իշխանություններին, Նիկոլին, Զելենսկուն, հետո դրանց առաջ Սաակաշվիլին իհարկե։ Նաեւ ինչ ենք հեռու գնում, այո, կան սցենարները կան եւ նաեւ այդ հեղափոխությունների, հա, տեսեք 18 թվականին ինչ էին անում, զորքերը կանգնած են գնում են ծաղիկները դնում են բաներին, զինվորներին նվիրում, կլասիկա է դա, բանի մեջ զույգերը համբուրվում էին, դրանից առաջ հիշում եք Վրաստանում դա եղավ, դրանից հետո Վրաստանում եղան գալիս համբուրվում եւ այլն, Մոլդավայում էր, Ուկրաինայում են համբուրվում զորքերը առասպարիկներ։ Ու հարցը ո՞րն է։ Հարցը դու կարաս դա 100-րդ անգամ հաջորդ երկրում կամ նույն երկրում ու դա աշխատում է։ Ու դա աշխատում է։ Այսինքն ամեն անգամ հավատում են։ Ամեն անգամ միշտ մարդիկ են հայտնվում, որոնք հավատում են, բայց եթե աշխատում է, ինչի չանես։ Ինչի չանես։ Հիմա եթե այս սցենարը կա, հա, Տրամփի դեմ օգտագործվեց, մյուսների դեմ օգտագործվեց, Մոլդավիայում, Ռումինիայում օգտագործվեց, ինչի Հայաստանում չօգտագործվեց։ Բայց այս դեպքում ժողովուրդը շահագրգիռ իսկական քաղաքասարակությունը այս դեպքում ինչ չէ այդ դրանց է չէ դրանց է հասկանալի բառեր չի ասում պարոն Դանիելյան դրանց հետ չեմ դա հասկանալի են մարդիկ հիմա գրանտա բանակ կպցրել են իրենք ընդհանրապես կապ չունեն ժողովուրդը կարելի է գրանտ կցնել եւ ազնիվ աշխատել նման դեպքեր էլ բայց հիմա չի կարելի համաձայնվեք հիմա այս իրավիճակում երբ գրանտ իրենք տալիս են ինչ որ կոնկրետ քաղաքական դիրքորոշում պաշտպանելու համար
Այսինքն կա ինչ որ մեկը արևմուտքից գրանտ ստացող, որը ասենք ազնվորեն ցույց է տալիս, քննադատում է իշխանությունների այլանդակությունը։ Այո, կա Դերենեք, Դանիել ուրեմն, Փչացնեմ խոսակցությունը։ ժողովուրդ կան շատ ազնիվ մարդիկ, հիմա էլ Հայաստանում, որոնք գրանտեր են ստանում տարբեր թեմաներով։ Գյուղական համայնքներ, Բայց քաղաքական թեմաներով կա։ Տուրիզմի զարգացման, գրանտեր կան, որտեղ փոքր բիզնեսը զարգանում, ինչ որ իրավունքների պաշտպանություն ռեալ կան, եկեք բոլորին մի բանի Պարոն Դանիելյան, իրենք քաղաքականության հետ մեծ հաշվով կապ չունեն։ Ահա, Իրենք գրանտ չեն ստանում ազատ խոսք պաշտպանելու բայց մեր դիտողները սա խառնում են, միտեղ ասում են բոլորը Չէ, թող չխառնեն, մենք կոնկրետ խոսում ենք այն մարդկանց մասին, ովքեր միլիոններով գրանտ են ստանում, խոսքի իրավունք, խոսքի ազատություն, ժողովրդավարություն, ընտրություններ, նմանատիպ այլ բաներ պաշտպանելու համար Հայաստանում եւ շատ արագ վերածվել են Նիկոլա պաշտպանների։ Ուրեմն 18 թվականից սկսած հիմնականում դա քաղաքական երանգ ուներ։ Բայց կարող է 18 թվականից առաջ որոշ մարդկանց դեպքում չուներ, որոշ մարդկանց դեպքում ուներ։ Ինչի համար եմ ասում, որտեղ 18 թվականից հետո նաև այդ բաները, գրանտակերները, հա, սորոսականները, այսպես ասած, հայտնվեցին իշխանության շրջանակներում, պաշտոններ ստացան, այ դա փոխվեց, այդ իրավիճակը փոխվեց 18-ից հետո։ Հիմա ինչ եմ ուզում ասել, պարոն Դանիելյան, ժողովուրդը լավ վերցնենք, որ բեջի առարկա բան չլինի, չի ասում, լավ, ձերբակալել եք Անդրանիկ Թևանյանին, ինչ-որ ահասարսուր։ Ուրեմն մի բան կա, չէ՞ որ ձերբակալել։ Ո՞նց կարա ոչ մի բան ցույց տան այդ մի բանը։ Ցույց չենք տա, պետական գաղտնիք է։ Չէ, գոնե ինչ-որ կինո կարելի է ցույց տալ, ինչ-որ Նիկոլի համար պետական գաղտնիքս որն է։ Կարող է ինչ-որ մի հատ կինո նկարել, ցույց տալ գոնե, ասի կոնկրետ սա, այդ որ ասում են պետական գաղտնիք, այդ պետական գաղտնիքը այս նման բաժակի տեսք ունի, չէ, առարկա։ Հեշտ չի, դժվար գործ է։ Դե չեղած բանը չեն կարող ցույց տալ, որովհետև Դե ես հետ եմ ասում, մի բան ցույց տան։ Տես, ինչ էր ասում ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավարը։ Ասում էր հետևյալը, որ 18 թվականից ի վեր Հայաստանում 90 գործ է հարուցվել պետական դավաճանությամբ։ Այո։ Առաջ հազվադեպ էր եւ 90 գործերի մեծ մասը թե բոլորը ոչ ոք դատարան չի ասել։ Դատարան չի ասել։ Ուրեմն արդարացվել են, այսինքն կարճվել է գործը։ Նայեք, ուրեմն սա է ինքը նաեւ շատ լավ ձևակերպում էր, որ ասում է սա անլրջացնում է եւ հատուկ ծառայությունների աշխատանքը, եւ իրավապահ համակարգի աշխատանքը, հեղինակազրկումը եւ նաեւ պետական դավաճանության այդ ահասարսուր բանը դա դառնում է սովորական բան, հա, ու պրոբլեմ չկա, դու կարաս մեկին պետական դավաճան հայտարարես, գործ գտնես այդ գործը, չհետաքննես եւ ասում ես լավ էր ասում, չէ՞ որ դա լռություն է պահանջում։ Եվ երբ որ գալիս ես դատարան, ասում ես դե բան կա, մի հատ բան անենք, էլի, հետաքննենք, գտնենք։ Ու վերջում կարող է արդարացնում ես։ Այսինքն սա պետության անլրջացումն է, մեղմ տերմին օգտագործենք, հա, որ անլրջացում է։ Հեղինակազրկում է հերթական ոլորտն է, որտեղ պետությունը հեղինակազրկվում է։ Ես մի բան հիշեցնեմ, այդ գործերի հետ կապված, քանի որ հիշատակեցիք Համբարձումյանի խոսքը, 20 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ես շատ լավ եմ հիշում, կարող ենք այդ ստատուսն էլ գտնել դրա, որ իբր գտել են դավաճաններ, որոնց այն պատժելու է, դավաճաններ պատասխան եք տալու եւ այլն, հիմա բոլորը նստած սպասում են, թե դավաճաններն ովքեր են, ոնց է պատժելու եւ այլն, բացվեց որ որևէ բան չկա, այսինքն հրապարական ասում էր գնացել են շարքերում հիասթափություն են սերմանել, դրանից հետո ասել, որ TikTok-ում ինչ որ աղջիկների տեսքով, հա, օտար երկրների բաներ, զինվորների հետ հարաբերություններ են ստեղծել, որպես կին եւ տղամարդ, բայց դրա տակ, այսինքն եղել են հատուկ ծառայություններ, բայց այդ մարդիկ չեն իմացել, ինչ որ ձևի ասել են այս շենքը նկարի եւ այլն ասել են Երևանին սիրուն քաղաք է, լսել եմ սիրուն շենքը, այլ տեղեկատվություն, միջալոց ասեմ, բայց երբ որ դու մարդկանց
հայրենիքի դավաճան ես հայտարարում, այդ մարդիկ ունեն ընտանիք, երեխաներ, Այո, իհարկե։ բոլորը չունեն Թևանյանի ճանաչողությունը եւ հնարավորությունները, Այո։ աջակիցները, թիմակիցները, որոնք ցույց տան, որ այդ ամեն ինչը սուտ է, բոլորը ունեն այդ հնարավորությունները։ Եվ դու մարդկանց իրենց գյուղում, իրենց հարևանության մեջ վարկաբեկում ես ծանրագույն մեղադրանքով, հետո պարզվում է մեղադրանք չկա, Այո։ խնդիր չկա։ Ու այս իրավիճակում բայց մարդու հեղինակության հետ էս խաղում, չէ, առնվազն Ընտանիք, բարեկամներ, Հա, երեխաներ, թող կին, յուրաքանչյուրը իր վրա վերցնի, հիմա բոլորով նայում են, իր վրա վերցնի, իր մաշկի վրա, քո բարեկամին, ամենամոտ հարազատին մեղադրում են պետական դավաճանության մեջ ամենաբարձր մակարդակով, հետո պարզվում է, կամ այդ ընթացքում պարզվում է, որ դա կատարյալ սուտ է, զրպարտություն է ու դա տարածվում է Գեբելսյան քարոզչության բոլոր հնարավոր խողովակներով, հմեկից սկսած վերջացրած, չգիտեմ, Չ-կլասի սիվիկներով այս եւ մնացած վերջերը, չէ, այս երկու օրը ՔՊ-ից մի հատ կերպար կա, ոնց էր ազգանունը, որ այդ ասում էր, որ Անդրանիկ Թևանյանը պետական հանցագործ է, դավաճան է, Այն եւ արտահոսիկը 622,000 եւ գործում այդ գումարը չկա, այդ գումարը ով վերցրեց, ով տվեց, այդ արտահոսիկի հետ եք, հա, այն որ տրուսիկ չի ինչ ունեցել էր բանակում։ անունը, Ես չգիտեմ, Ալեքսանյան, չէ՞, Ես գիտեմ, որ այդ է մարդն է, ով տրուսիկ չի ունեցել բանակում հակնելու, չգիտեմ ինչա հակել, այն ժամանակ, երբ որ Մելքոնյան Գագոն, որը հիմա ՔՊ-ից դեպուտատ է ու պաշտպանման Նիկոլի թեզերը, թիկունքի պետն էր։ Ու իր կողքը նստած ազգային։ Իր կողքը նստած է, ու մինչև հիմա ես չեմ հասկանում, թե այդ տղեն ինչի չի հարցնում, այ Մելքոնյան Գագոն, ուրա իմ տրուսիկը։ Ինչի այդ մարդը հետևը բաց մանեք այդ բանակում, մեկ ինձ կարա բացատրի։ Ես չեմ կարա բացատրել այդ հարցից մի Կարա բացատրի Մելքոնյան Գագոն, որը չէր բացատրում։ Այնուամենայնիվ նաև նշենք, որ հունիսի 7-ից հետո այս իշխանությունների անխուսափելի պարտությունից հետո բնականաբար այդ զրպարտանքն էլ հոդս է ցնդելու ու ի պատիվ Անդրանիկ Թևանյանի ինքը բավականին ամուր է, կայուն է եւ մեծ հաշվով թքած ունի այս ամեն ինչի վրա, որովհետեւ նժարին դրված է Հայաստանի ճակատագիրը, Հայաստանի Հանրապետության գոյությունը ու հիշում եք այդ ԱԱԾ-ն, որ հայտարարությունը տարածեց, մի քանի օր մենք քարոզարշավ էինք իրականացնում, շրջում էինք, երթեր էինք անում, քաղաքացիների հետ էինք հանդիպում, զրուցում էինք ու նաև սրտատրոփ սպասում էինք, թե երբ պիտի գա ԱԱԾ-ն այդ իր խոզարկությունը անի եւ մնացած ապօրինի հետապնդումները իրականացնի։ Անդրանիկ Թևանյանը ասաց, որ եթե Հայաստանը չի լինելու, իմ համար մեկ է, թե ես որտեղ եմ լինելու, կլինեմ քրեակատարողական հիմնարկում, թե մեկ այլ տեղ, որովհետև երբ դու կորցնում ես քո հայրենիքը, արժեզրկվում է ամեն ինչ, հետևաբար ես թքած ունեմ, կարող են գալ, ինչ ուզում են անել, բայց ես միևնույն է պատվով կանգնելու եմ միջև վերջ եւ հասնելու եմ այս թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող իշխանությունների հեռացմանը։ Դա նաև ինքը ցույց տվեց իր պատասխանով, երբ այդ գորգորացողը հանրահավաքի հարթակից Անդրանիկ Թևանյանի անունը տվեց ու այդ լկտի մեղադրանքները հնչեցրեց Վանաձորում, անմիջապես հետո վայրկյաններ անց Թևանյանը լայվ մտավ եւ պատասխանեց այդ ղժղժացողին։ Ես առաջարկում եմ, որպեսզի եւս մեկ անգամ մենք վերհիշենք իր այդ պատասխանը, շատ տեղին էր, դիպուկ էր եւ շատ կոպիտ էր, եւ շնորհակալություն հայտնենք պարոն Դանելյանի շատ հետաքրքիր զրույցի համար եւ եւս մեկ անգամ մեզ շտապ օգնության հասնելու համար, պարոն Դանելյան, որ արագ արձագանքեցիք եւ եկաք։ Տեսանյութը դիտելուց հետո արդեն Թևանյանի գործի հետ կապված մեր զրույցը կշարունակենք փաստաբան Արամ Օրբելյանի հետ։ Ես մի բան էլ ավելացնեմ, խնդրանք մեր դիտողներին, որ եթե ուզում եք, որ այս գաղափարները տարածվեն, արդարությունը թակավորի վերջո այս երկրում, լայքեք, տարածեք, որպեսզի շատ մարդիկ նայեն, նա մարդիկ նայում են, իրենց դուրը գալիս է, բայց որ տարածեն, ավելի շատ մարդ կնայեն։ Անում են, շատ լավ անում են, բայց ավելի ակտիվ կյանեն։ Այո։ Հիմա դիտենք տեսանյութը։ Բարի երեկո հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ տեղեկացա, որ Վանաձորում ելույթ ունենալով հանրահավաքի հավաքված ժողովրդի առաջ
Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Պատկերացնում եք Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող եւ պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանը ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում։ Ինքը մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով եւ հանրավաքի հարթակից հրահանգներ տալով կարողանալու է վերարտադրվել։ Ես պետք է ասեմ, որ իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը, փաստացի ինքը հրահանգներ է իջեցնում իրավապահ կոչված համակարգին եւ ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորեն, իսկ ում ոչ, ում դեմ գործ հարուցեն, իսկ ում դեմ ոչ, եւ այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով։ Ուրեմն Նիկոլ Փաշինյան ուշադիր լսի։ Դու թուրքի կոշիկները լիզող, թուրքի պահած իշխանության պարագլուխ ես, դու Ադրբեջանի շահերին ես ծառայում, դու Ալիևին խոստացել ես ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության ուրացում, եւ դու խոստացել ես, որ տարածքներ ես զիջելու, եթե իրենք օգնեն քեզ վերարտադրվել, ու այդ մասին արդեն անոնսել ես արել։ Ուրեմն իմացի Նիկոլ Փաշինյան, դու պետական դավաճան ես ու Սաակաշվիլի օրվան երնեք ես տալու։ Դու հայ ժողովրդի պատմության ամենախայտառակագույն դեմքերից մեկն ես ու քո այդ ճղրտոցները, ծվծվոցները, կերկերուն ձայնով այդ ելույթները քեզ չեն փրկելու։ Հայ ժողովուրդը արդեն գիտի թե դու ով ես, գիտի թե ով է պետական դավաճանը իդեմս քեզ եւ գիտի թե ով եմ ես եւ ովքեր են մյուս ընդդիմադիր գործիչները։ Սիրելի ժողովուրդ, ես ձեզ մի բան եմ առաջարկում։ Անպայման դիմադրություն ցույց տալ, մասնակցել ընտրությանը, վռնդել, դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը եւ ձևավորել նոր ազգային հայկական պետական իշխանություն։ Այս ամենը անցնելու է գնա։ Կալանավայրում լինել չլինելը որևէ խնդիր չի փոխում, մեր մոտ որևէ բան չի փոխում։ Դիմում եմ մեր կողմնակիցներին։ Ինչպես գիտեք, Մայր Հայաստանը այս ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստանի ցուցակով։ Նրանք, ովքեր հետևել են մեր գործունեությանը, գիտեն, թե մենք ինչով ենք զբաղվել, անպայման ակտիվություն ցուցաբերեք, որևէ ձևով չընկճվեք, սադրանքների չտրվեք, անպայման քաղաքական բարձր ակտիվություն ցուցաբերեք, կատարեք ձեր քաղաքացիական պարտքը եւ կռիվ տվեք ընտրատեղամասերում, կռիվ տվեք այս թուրք-ադրբեջանական խունտայի դեմ, կռիվ տվեք քաղաքացիական պայմանագիր կոչված խմբակի, ես կասեի հանցավոր խմբակի դեմ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հոգեվարքի մեջ է, ինքը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է հայտնվել, քանի որ հասկանում է հողը ոտքերի տակից գնում է ու իրեն թվում է, թե քրեական գործեր հարուցելով, ապօրինի հետապնդելով, քաղաքական ձերբակալություններով կարողանալու է իր կաշին փրկել։ Դա չի ստացվելու քո մոտ Նիկոլ, եւ դու շատ լավ գիտես, որ այս ամենը անցնելու է գնա ու դու որպես հայկական Զելենսկի չես կարողանալու քո ծրագիրը, որը քեզ պարտադրել են դրսից եւ որին դու համաձայնել ես, կյանքի կոչել։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, ոչ մի բան չի փոխվում են այն առումով, որ մենք մեր ծրագրից չենք շեղվելու, մեր խնդիրը քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելն է, Նիկոլ Փաշինյանին վռնդելն է, իսկ ինչ վերաբերում է պետական հանցագործ, պետական դավաճան պիտակին, Նիկոլ, այդ մի բանը հաստատ դա քեզ չի ներվելու, որովհետև ինչ-ինչ թուրքի կոշիկ լիզողը չի կարող ինձ եւ իմ ընկերներին եւ ընդդիմադիր մյուս գործիչներին մեղադրել պետական հանցագործության, պետական դավաճանության մեջ։ Դավաճանը ինքդ ես, քո էությամբ, քո գործունեությամբ, քո ամեն ինչով, ու դու իմացիր, որ դու այս ամեն ինչի համար պատասխան ես տալու ու չես մարսելու։ Այնպես որ ինչքան ուզում ես գորգորոցդ գլուխդ գցի, լաչառացի, ինչ ուզում ես արա, որևէ բան քեզ չի փրկելու։ Քո դրսի թուրք-ադրբեջանական տերերն էլ քեզ չեն փրկելու։ Եվ Մակրոնի հետ որ Արցախը հանձնեցիք, Մակրոնը դե քեզ չի փրկելու, ոչինչ քեզ չի փրկելու, Նիկոլ։ Այնպես որ գնա, ինչ ուզում ես արա, մարդիկ արդեն թքում են քո երեսին, քարոզարշավի ժամանակ ասում են, որ ատում են քեզ, ասում են, որ զզվում են քեզանից, դու ես ամեն ինչը շատ լավ գիտես։ Այնպես որ շարունակիր այդ
նյարդային պահվածքդ, քանի որ քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Սիրելի քաղաքացիներ, եւս մեկ անգամ դիմում եմ ձեզ, որ ձևով հետ չկանգնել պայքարից, մեր թիմակիցներին կոչ եմ անում ել ավելի կազմակերպված, ավելի ուժեղ, ավելի համարձակ քայլերի գնալ եւ պատրաստվել, որպեսզի հունիսի 7-ին մենք այս ամեն ինչի վերջ պետք է դնենք միասնական ջանքերով եւ սրանց ուղարկենք, ինչպես այսօր ես նոբարաշենում եի ասել, քաղաքական աղբանոց։ Առայժմ լավ մնացեք։